Ողջույն, եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Հայաստանում մեղադրում են Ռուսաստանին, թե Կրեմլը օգտագործելով իր հատուկ ծառայությունները FSB-ին ճնշում է գործադրում Ռուսաստանում աշխատող հայ գործարարների նկատմամբ, որպեսզի նրանք գումար հատկացնեն, որպեսզի Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիները հունիսի 7-ին գան Հայաստան եւ քվեարկեն կոնկրետ քաղաքական ուժի օգտին։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության համակարգող անկախ դիտոր դաշինքի անդամ Դանիել Իոնիսյանը ասում է, որ իրենք փաստեր ունեն, որ հենց Ռուսաստանի իշխանություններն են զբաղվում այդ ամենով եւ այդ հիմքի վրա գանգատ է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազություն ընդդեմ FSB-ի։ Հյուրընկալել ենք Դանիել Իոնիսյանին, բարև ձեզ, պարոն Իոնիսյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Օրերս Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարեց, որ տվյալներ ունի, որ երրորդ երկրում, ինչպես նշեցինք, ճնշում են գործադրում ազգությամբ հայ գործարարների համար, որպեսզի նրանք գումարներ հատկացնեն եւ Հայաստանի քաղաքացիները այդ գումարների օգնությամբ գան հունիսի 7-ին Հայաստան եւ քվեարկեն, բայց արտաքին հետախուզական ծառայությունը չի նշում, թե որ երկրի մասին է խոսքը։ Այդ հայտարարությունից հետո վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ կարելի ասել թափանցիկ ակնարկեց, թե որ երկրի մասին է խոսքը, լսենք այդ կտորը։ Եթե այդպիսի իրավիճակ լինի տեսականորեն, Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների մեր քաղաքացիների մեծ մասը կքվեարկի մեր օգտին, ես այդտեղ որևէ կասկած չունեմ։ Դուք ինչ տեղեկություններ ունեք։ Ըստ էության տեղեկությունները սկսեցին գալ դեռևս առնվազն մի ամիս առաջ, այն մասին, որ Ռուսաստանում, այսպես ասած, մոբիլիզացվում են հայազգի գործարարները եւ այդ հայազգի գործարարներին որպես կանոն մոբիլիզացնողը հայկական համայնքներն են, որոշ տեղեր եկեղեցիներն են, բայց ոչ ամեն տեղ կարելի ասել, որ եկեղեցին համայնքը խառնված են։ Եվ հրահանգավորումները ստանում են անվտանգության դաշնային ծառայությունից, այսինքն FSB-ից։ FSB-ի որպես կանոն տվյալ ռեգիոնի ուրեմն գլխավոր վարչությունից գալիս են կամ վարչությունից գալիս են ներկայացուցիչներ կամ ներկայացուցիչ եւ հրահանգավորումը։ Մոտարապես հետեւյալն է հրահանգավորումը։ Ենթակա բոլոր անձանց, հիմնականում ենթակա աշխատողներին, բայց ոչ միայն աշխատողներին, որտեղ հայազգի բիզնեսմենների մոտ որպես կանոն աշխատում են հայեր։ Պետք է ուղարկել Հայաստան ընտրություններին մասնակցելու համար։ Ձեր հաշվին ասում են։ Այո, բիզնեսմենների հաշվին, մարդատալ 100,000 ռուբլի, էլի ձեր հաշվին, այդ բիզնեսմենների հաշվին, նենց չի որ Ռուսաստանի բյուջեի հաշվին, եւ եթե չանեք կամ եթե ընտրությունների արդյունքները վատը լինեն, ձեր քթից բերելու ենք։ Տարբեր տեղեր մի քիչ այդ քթից բերելը տարբեր ձև են ասում։ Տեղ կա ասում են, եթե Հայաստանում ընտրությունների արդյունքները մեզ դուր չգա, ընդհանուր արդյունքները, ինձ կոլեկտիվ պատասխանատվություն մտցնում։ Ձեր բիզնեսները կփակենք, տեղ կա ասում են, այս պահից ի վեր ընդհանրապես ձեր ընտանիքի անդամներից ինչ որ մեկը միշտ պետք է Ռուսաստանում լինի, հանգարց մտքներով այդ չանցի որ կարաք ամբողջ ընտանիքով Ռուսաստանը լքեք մինչև հունիսի կեսերը։ Եվ այլն, սպառնալիքները տարբեր տեղեր ըստ էության ամեն ռեգիոնում FSB-ն իր ֆանտազիայի սահմաններում այդ սպառնալիքները գեներացնում։ Պարոն Իոնիսյան, ձեր տեղեկություններով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները, ներկայացուցիչները հորդորում են, ստիպում են, որ օգտին քվեարկեն այստեղ Հայաստանում, Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիները։ Գիտեք, կան տեղեր, որտեղ քաղաքական ուժի անուն տալիս են, կան տեղեր, որ սկի քաղաքական ուժի անուն չեն տալի, ասում են կասենք։ Ենթադրում եմ, որ դա պայմանավորված է նրանով, որ իրենք մտավախությունն են, որ կարող է մի ուժի անուն տան, հետո այդ ուժի գրանցում օրինակ ուժը կորցրած ճանաչի եւ իրանք ուրիշ ուժի անուն ստիպված են տան։ Որտեղ օրինակ մենք Մոլդովայում ինչ էինք ականատես եղել ամիսներ առաջ, որ երբ որ ուժերից մեկը դենց չի որ այդ ուժը ինչ որ տենց շատ բարձր ռեյտինգներ ուներ, բայց այդ ուժը, որ ընտրություններից առաջ գրանցում ուժը կորցրած ճանաչվեց, այդ ուժի համար ընտրակաշարք ստացած բոլոր ընտրողներին արագ սկսեցին հրահանգավորել, բա չէ, բա գնում եք այս մյուս ուժին եք ընտրում։
Իսկ ստրեսի մեջ չընկնելու համար երևի ասում են վերջի պահին կասենք։ Լավ, իսկ որ ուժի անունն են տալիս, երբ որ տալիս են։ Այդքան էական չի, որտեղ այս պատմությունը Հայաստանի քաղաքական դաշտի մասին չի։ Այդ պատմությունը Ռուսաստանի կողմից միջամտելու մասին է, այդ պատմությունը Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործած ապօրինությունների մասին է եւ ոչ թե Հայաստանի քաղաքական դաշտի։ Դուք ձեր խոսքում ասացիք նաեւ, որ եկեղեցի։ Բայց մենք ինչ որ պահի հրապարակելու ենք։ Մենք ինչ որ պահի բնականաբար հրապարակելու ենք։ Ենթադրվում է ամեն դեպքում անդրադառնալու ուժերին, այսինքն այդ ուժերն են, ովքեր Ռուսաստանի հետ այսպես հարաբերությունները համարում են, որ բավականաչափ սերտ չեն եւ պետք է ել ավելին անել Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու առումով։ Ճիշտ եմ ձեզ հասկանում, բնականաբար։ Այո, ակնհայտ տրամաբանություն։ Ակնհայտ տրամաբանություն։ Դուք ասացիք ձեր խոսքում նաեւ, որ եկեղեցին նույնպես ներգրաված է այս գործընթացում։ Որոշ տեղերում, այո, որոշ տեղերում օրինակ որտեղ է ներգրաված, ինչ ձևով է ներգրաված։ Հաճախ այդ բիզնեսմեններին հավաքելու կոնտեքստում։ Այսինքն եկեղեցի կազմակերպման հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները եկեղեցականները ներգրաված են օրինակ ընտրողների մոբիլիզացիայի կոնտեքստում զանգում են գործարաններին ասում են եկեք խոսելու հարց կա որ ասեմ ինչ որ ռեգիոնից ռեգիոն լրիվ միատեսակ մոտեցում կա չէ միատեսակ ռեգիոնից ռեգիոն FSB-ի մասնակցությունը միատեսակ ռեգիոնից ռեգիոն բիզնեսմենների վրա ճնշումները Եվ միատեսակա ռեգիոնից ռեգիոն թե ճնշումը ինչի համար է որ գնան Հայաստանի քաղաքացիները որոնք որ ձեր ազդեցության տակ են պետք է գնան եւ հունիսի 7-ին ընտրեն ում որ կասեն կամ ում որ պետք է սա ամենտեղ նույնն է տեղից տեղ դրսևորումները տարբեր են տեղ կա եկեղեցին տեղական եկեղեցին ներգրաված է տեղ կա ներգրաված չի տեղ կա համայնքն է համայնքի կառույցներն են ներգրաված տեղ կա համայնքի կառույցները մի քիչ ավելի пассив են տարբեր տեղ ընդ որում նաև տեղեր կա ժամանակագրորեն էլի տեղեր կա օրինակ արդեն ընտրողների ցուցակագրում է տեղի ունենում ու արդեն ասենք շաբաթներ առաջ էլի տեղ կա դեռևս ավելի սաղմնային փուլում են տեղ կա 2 օր առաջ է տենց FSB-ն բոլորին հավաքել եւ հրահանգավոր նորմ հա տեղ կա ոչ համայնքն է ոչ էլ եկեղեցին է տեղ կա հենց FSB-ն ինքն է զանգում կանչում ու ասում այ սենց կան 100,000 ռուբլին դա ուղղակի քվեարկելու համար է դրա մեջ չի մտնում ավիատոմս կամ ավտոբուսով գիտեք այդ լոգիստիկ հարցերը մի քիչ տեղից տեղ տարբեր են ընդ որում նաև այն պատճառով են տարբեր որ տեղից տեղ Հայաստան հասնելը դա տարբեր Ես ուզում եմ հասկանալ 100,000 ռուբլի վերաբերում մի բան Կրասնոդարից Հայաստան գալը ուրիշ բան է ասենք Պետերբուրգից Հայաստան գալ է էլի դրան Ես ուզում եմ հասկանալ 100,000 ռուբլին ուղղակի այսպես ասենք պարգևավճար է որի մեջ նաև մտնում է կացության ծախսերը կացության ծախսերը այո կացության ծախսերը մտնում են որովհետև սա էլ եկեք հստակեցնենք նենց չի որ այդ մարդիկ գալու են հունիսի 6-ին եւ գնալու են հունիսի 8-ին այո Հայաստանի սահմանային անցակետերի թողունակությունը մեղմ ասած այդքան չի այո Եթե կուզեք այս մասով վիճակագրություն ասեմ, սահմանային անցակետերով ամեն օր անցյալ տարվա մայիսին օրինակ միջինում 15000 մարդ է մուտք գործել երկիր, որոնցից մոտավորապես 10000 օտարերկրացի են, զգալի մասը զվարթնոցով զուտ տրանզիտ տրամաբանության մեջ, եւ 5000-ը Հայաստանի քաղաքացի։ Այսինքն երբ որ եթե մենք տեսնենք որ Ռուսաստանից հոսքը շատանում է, հավանաբար այդ ծրագիրը այո, ինձ թվում է մենք սկսենք դա տեսնել մայիսի կեսերին պլյուս մինուս Ինչ թվերի մասին է խոսքը, ինչ պատկերացումներ կան ըստ ձեր տեղեկությունների ռուսական կողմը ինչ ակնկալիքներ ունի, որ այս ճանապարհով կգան եւ Հայաստանում կքվեարկեն քանի հոգի։ Գիտեք, այստեղ ընկալումներն այն են, որ հիմնական սահմանափակումները լոգիստիկ սահմանափակումներ են։ Ռեսուրսային սահմանափակումներ չունեն։ Այսինքն նենց չի որ 100,000 ռուբլին 100,000 ռուբլին չկա, կես միլիոն դրամ չէ մոտավորապես։ Նենց չի որ դա ինչ որ շատ մեծ ծախս է իրենց համար, որտեվ իրանք ուզում են զավթել Հայաստանը։ Մեծ հաշվով, երբ որ նայում ես Ուկրաինայում մի հատ գյուղի ավերակներ գրավելու համար ինչքան ռեսուրս են ծախսում, ակնհայտ է դառնում, որ ամբողջ Հայաստանը զավթելու համար շատ ավելի մեծ ռեսուրսներ պատրաստ կլինեն ծախսել։ Բայց սահմանափակումները լոգիստիկ են։ Ինչքան մարդ կարագա Հայաստան հաշվի առնելով նաև անցակետերի թողունակությունը, այսինքն ինչքան շատ այնքան ավելի շուտ պետք է սկսեն գալ եւ ավելի ուշ հետ գնալ,
եւ ուրեմն պետք է Հայաստանում անցկացեն եւ հետեւաբար դա պետք է լինեն մարդիկ, ովքեր որ Հայաստանում մնալու տեղ ունեն, որովհետեւ Հայաստանում հյուրանոցների թողունակությունները մեր մոտավոր հաշվարկները 80-100,000 մարդու մասին։ Մինչև 100,000 մարդ։ Հա, բայց դա մոտավոր հաշվարկ է եւ դա մեր հաշվարկն է։ Մենք չգիտենք որքանով է դա համընկնում FSB-ի ակնկալիքների հետ։ Այս հարցը ինքնաբերաբար ծագում է, պարոն Յանիսյան, դուք հասարակական կազմակերպության ղեկավար եք, կարելի ասել, ձեզ որտեղից այս տեղեկությունները։ Տարբեր աղբյուրներից մենք ինչպես հետաքննող լրագրողներն են ունենում իրենց ինֆորմացիայի աղբյուրները, նենց էլ մենք ենք ունենում մեր ինֆորմացիայի աղբյուրները դիտորդական առաքելության սահմաններում։ Եվ դեռևս բավականին վաղուց, այսինքն դեռ անցյալ տարի մենք հասկացանք, որ առաջիկա ընտրություններում եթե նախկինում մենք միշտ ընտրությունների ժամանակ կենտրոնացել ենք բացառապես այն process-ների վրա, որոնք տեղի ունենում Հայաստանի ներսում, այժմ մենք նաև կենտրոնացել ենք process-ների վրա, որոնք տեղի են ունենում առնվազն Վրաստանում եւ Ռուսաստանում։ Եվ այդ պահից սկսած, այսինքն անցյալ տարեվերջից սկսած, մենք սկսել ենք աղբյուրներ փնտրել ինֆորմացիայի, այդ աղբյուրների հետ հասկանալ ոնց ենք աշխատում, ոնց ենք աղբյուրներից ինֆորմացիա վերցնում, ոնց ենք այդ ինֆորմացիան նաև օգտագործում այդ աղբյուրներին վնաս չտալու համար եւ այլն, այսինքն մենք անցյալ տարվա վերջից սկսել ենք այս դաշտը ուսումնասիրել եւ այս դաշտում սկսել հետևել process-ներին։ Ես ձեր խոսքից որքան հասկացա, այս պահին նույնպես գործընթացը Ռուսաստանում շարունակվում է չնայած հրապարակումներին, չնայած Հայաստանի արտաքին հետախուզական ամենացարում տեղեկությունը ես ունեմ 3 չառաջորվանից։ Որ նույնպես էլի կանչել են եւ ասել են, խնդրում ենք ուրեն ձեր 100,000 ռուբլիները։ Մոտավորապես այն։ Դուք կարճ նաեւ անդրադարձակ նպատակներին, ասեցիք ուզում են զավթել իշխանությունը, FSB-ն ուզում է զավթել իշխանությունը, պետությունը ուզում է Ռուսաստանը ուզում է զավթել իշխանությունը Հայաստանում եթե մի փոքր ավելի այսպես լայն խոսենք նպատակների մասին ինչ կարող եք ավելացնել Դե գիտեք մեծ հաշվով նախկինում միշտ Ռուսաստանում եղել է անցալում որ Հայաստանը մի անգամ Լուկաշենկոն ալեզվից թրծրել ասել է կուդա они денутся, չէ, կուդա Արմենիա денется։ Ուր կարող է գնալ Հայաստանը, այո։ Եվ իրանք միշտ ունեցել են տնկալումը դրա համար ընտրություններին առանձնապես շատ հետաքրքրված չեն եղել Հայաստանում տեղի ունեցող process-ներից։ Ինչ տարբերությունով է Հայաստանում ղեկավար, մեկը Հայաստանը մեր գրպանում է հերու չի փախնի։ Այդ թվում 1921 թվականի ընտրություններին։ Ի տարբերություն հիմիկվա, որտեվ հիմա իրանք տեսնում են, որ տեղի են process-ներ, որոնց արդյունքում այ Հայաստանը փախնում է, եթե իրանց Լուկաշենկոյի տերմինաբանությամբ ասած, Հայաստանը փախնում է, Հայաստանը կախվածության լծակները պակասեցնում է։ Ռուսաստանից։ Այո, սկսած Եվ Լուկաշենկոյից։ Դե Լուկաշենկոն բան կցորդի կարգավիճակում է մի քիչ։ Սկսած սահմանապահներ, զինված ուժերը լրիվ ՆԱՏՕ-ի ստանդարտների տեղափոխում, սպառազինության ձեռքբերումների դիվերսիֆիկացիա չէ, Ռուսաստանից հրաժարում ընդհանրապես մնացած բոլորից գնում։ Չգիտեմ, ցորենի մենաշնորհի կոտրում, վառելիքի մենաշնորհի կոտրում, ատոմային էներգետիկայի ոլորտում մենաշնորհի կոտրում, հիմա երկաթգծի թեմաներն են բացվել։ Եվ այլն, մարսեն թվարկենք շատ բաներ կա, ամենակարևորը հիմնական լծակը, որ Ռուսաստանն ուներ Հայաստանի միջոցով եւ Ադրբեջանի վրա, դա կոնֆլիկտներ։ Ու այս կոնֆլիկտի չասեմ բացակայությունը, բայց այդ կոնֆլիկտի նվազումը եւ այդ նվազման տենդենսը եւս մեղմ ասած դուր չի գալիս Ռուսաստանին, դուր չի գալիս թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա ազդեցության լծակները կորցնելու կոնտեքստում։ Եվ Ռուսաստանը իհարկե այստեղ շատ մեծ ռիսկեր է տեսնում իր շահերի համար եւ այդ ուղղությամբ աշխատում է։ Այսինքն բավական հասկանալի է Ռուսաստանի մոտիվացիան այս կոնտեքստում։ Էլ չասեմ, որ գիտեք ցանկացած պետություն ուզում է շրջապատված լինի իր նման ռեժիմներով։ Ժողովրդավարությունները ուզում են իրենց հարևանությամբ լինեն ժողովրդավար երկրներ։ Բռնապետությունները ուզում են իրենց հարևանությամբ լինեն բռնապետություններ։
Սա բնական ցանկություն է։ Նույնիսկ մարդն է ուզում, որ իր շրջապատում լինեն իր նման մարդիկ, հա։ Եվ այս առումով պայմանական ասած ոստիկանը չի ուզենա ապրի մի շենքում, որտեղ բոլորը գողականներ են, եթե նորմալ ոստիկան է իհարկե։ Եւ ոչ էլ գողականը կուզենա ապրի մի շենքում, որտեղ բոլորը ոստիկաններ են։ Եթե նորմալ ոստիկան։ Եթե նորմալ ոստիկան։ Եվ էս էլ կա, էլի, եւ սա էլ նաեւ բացատրում է թե իմիջիալից արևմուտքի եւ թե Ռուսաստանի մոտիվները։ Ես հիշում եմ, որ Մոլդովայի իշխանությունները, երբ որ խոսում էին Ռուսաստանի ներգրավվածության մասին, անցած տարի սեպտեմբերին այնտեղ էր խորհրդարանական ընտրություններ Մոլդովայում, իրենք նաև այլ գործիքակազմեր են նշում, կիբերհարձակումներ, ռուսական մեդիայի, այսպես դերը, երբ որ ուղղակի ագրեսիվ կերպով այսպես ներկայացնում էր այն, ինչ որ կատարվում է Մոլդովայում, նաև ասվում էր, որ Ռուսաստանը օգտագործում է Մոլդովայում եթե կարելի այս բառը իհարկե օգտագործել Մոլդովայում բնակվող ազգային փոքրամասնություններին, գագաուզների մասին էր մասնավորապես խոսք գնում։ Դուք բացի այս գործիքակազմից, այս գործիքից, այս նախաձեռնությունից FSB-ի ձեր տեղեկությունների այլ բան սպասում եք Ռուսաստանից, այլ նախաձեռնություններ։ Ոչ միայն սպասում ենք, այլ բաներ կա, որ տեսնում ենք։ Օրինակ։ Մենք ամառվա վերջից սկսած տեսնում ենք ռուսական մի շարք ապատեղեկատվություն տարածող ռեսուրսների ակտիվացում Հայաստանում, այնպիսի ռեսուրսների, որոնց մասին մենք նախկինում գիտեինք իրանց գոյության մասին, որոնք գիտեինք ուրիշ երկրներում մեր գործընկերներից, բայց Հայաստանում իրանք երբեք չեն գործել։ Օրինակ այդ Պրիգոժինի ֆեյքերի ֆաբրիկան, ողորմածիկ հայտնի Պրիգոժինի ինքը ֆեյքերի ֆաբրիկաներ ուներ, կեղծիրապաշտպան կազմակերպություններ ուներ։ Իրանք բոլորը ամառվա վերջից բավականին ակտիվացել են Հայաստանի կոնտեքստում։ Նորից այդ բոլոր այդ ամենը վաղուց կար։ Մոլդովայում, Վրաստանում, Ուկրաինայում, մի շարք այլ երկրներում մենք իրանց ակտիվությունը տեսնում ենք, մենք կողքից էինք տեսնում, այդտեղի գործընկերները մանրամասներ պատմում էին։ Օրինակ այդ երկրների փաստեր ստուգողները, այդ երկրներում դիտորդություն անողները, բայց մենք Հայաստանում երբեք չենք տեսել, ամառվա վերջից սկսեցինք տեսնել։ Մենք տեսնում ենք մի շարք ինֆորմացիոն օպերացիաներ, օրինակ ես այն վստահությանը, բայց դա ներքին վստահություն ապացույց չունեմ, որ այդ Ամասիայի ադրբեջանցիների պատմությունը, այդ Ամասիայի կած ադրբեջանցիք, որոնք ինչ որ ոստիկան ինչ որ բան են խնդրում ու սկսում են դա կողքից նկարել, կլասիկ տենց տեղեկատվական օպերացիա էր, էլի։ Նորից ապացույց չունեմ, բայց տենց 99%-ով վստահ եմ, որ դա էր։ Շատ մեծ հավանականությամբ ԱԱԾ-ի շենքի հրկիզումը եւս այդպիսին էր, որտեղ դա եւս գործիք է, որ տարբեր երկրներում տեսնում ենք, ընդ որում այդ հրկիզումները հետաքրքիր բան ասեմ, գործիք է, որը ոչ միայն Ռուսաստանն է օգտագործում։ Մենք տեսել ենք այդ գործիքն ու մենք ասելով որ նա Ռուսաստանում հետաքնող լրագրողները տեսել են, որ այդ գործիքը նաև Ուկրաինան Ռուսաստան դեմ է օգտագործում։ Այդ հրկիզումների հետ կապված բավական հետաքրքիր մեխանիզմներ են, թե ոնց են մարդկանց տիպում կատարել հանցագործություն, որի համար այդ մարդիկ հետո երկար դատվելու են, դա բան, տենց առանձին քննարկման թեմա։ Կիբերհարձակումներ, այո, բավական հավանական է, ընդ որում առավել հավանական է, որ դրանք կլինեն ընտրական համակարգերի դեմ կիբերհանցագործություններ, կիբերհարձակումներ, այդ ընտրական համակարգերը տապալելու ուղղությամբ, բայց այդ համակարգերը որ ես դրա մասնագետը չեմ, բայց ես ենթադրում եմ, քանի որ բոլորի համար ակնհայտ որ այդ համակարգերն են ռուսների ուշադրության կենտրոնում, հույսով եմ այդ համակարգերը կպաշտպանեն պատշաճ կերպով։ Դա կարող են լինել կիբերհարձակումներ այլ պետական մարմինների դեմ եւ ոչ միայն պետական մարմինների։ Դա կարող են լինել տարբեր ապատեղեկատվության արշավներ, ոչ թե կարող են լինում են տարբեր տեսակի ապատեղեկատվության արշավներ, դա կարող են լինել տարբեր գործողություններ ապահովության բացակայության զգացում ստեղծելու համար։ Ընդ որում այդ գործողությունների մի մասը արդեն հաջողությամբ են ընթանում։ Եթե ես ձեզ հարցեմ, ձեր կարծիքով Հայաստանում սպանությունները ինչքան հաճախ են լինում, ինչպիսին կլինի ձեր պատասխանը։ Ես այս պահին չեմ կարող տվյալներ չունեմ։ Լավ, դուք բավականին կոմպետենտ լրագրող եք, բայց սովորաբար որ մարդկանց հարցնում եք, մարդկանց հոտ տպարություն որ ամեն օր սպանություն է լինում։
Բացում վիճակագրությունը նայում ես, տեսնում ես շաբաթը մեկ է սպանություն լինում միջինում, ընդ որում ես վերջի 20 տարում այդ թիվը տենց համարյա թե անփոփոխ է, էլի, տենց եւ ասեմ ավելին 2025 թվականը պատմության մեջ առաջին տարին է, որ բոլոր սպանությունները բացահայտված են։ Բայց տպավորություն ստեղծում է, որ անվտանգություն չկա, հեսա դուրս եմ գալու փողոց, ինձ մի հատ բան պատահական կրակոց կպնի, ինչ ասես։ Մենք հիշում ենք նաև, որ Ռուսաստանի հետ կարող է ներողություն մի բան էլ ասեմ, կարող է լինել եւ Մոլդովայում եղել են ռումբերի կեղծ ահազանգեր։ Ընդ որում Հայաստանում էլ կհիշեք տարիներ առաջ զանգվածային տենց ահազանգեր էին ելնում ռումբերի կեղծ ահազանգեր։ Շատ հնարավոր է, որ մենք դա էլ ականատես լինենք։ Եվ մի շարք այլ գործողություններ։ Հնարավոր է նման ինչ-որ դեպքերի ականատես լինենք նաև մինչև ընտրությունները, որովհետև Հայաստանում շատ կարևոր իրադարձություններ են սպասվում մայիսին, մինչև այդ բավական հնարավոր, այո։ Վերջին հարցը Ռուսաստանի հետ են կապում նաև այսպես կոշտ գործողություններ, կոշտ սցենարներ, օրինակ հայտնի Արբատի պատմությունը, երբ որ ըստ տեղեկությունների փաստորեն Ռուսաստանի բանակի կազմում գործող այդ արմյանսկի բատալյոնը Արբատը մտադիր էր Հայաստանում ռազմական հեղաշրջում իրականացնել 2024 թվականի մասին է խոսքը, եթե չեմ սխալվում, այնուհետև փաստորեն տապալվեց այդ ծրագիրը, նման տարբերակներ դուք սպասում եք։ Գիտեք, այդ տարբերակները, կոշտ ուժի տարբերակները, իզոլացված որպես այդպեսին չեմ սպասում։ Այսինքն ինչ որ մի պահի առավոտ զարթնենք, մեկ էլ տեսնենք ինչ որ իրադարձություններ են զարգանում, չեմ կարծում։ Բայց այդ տարբերակները կարող են լինել ի աջակցություն ասենց փափուկից դեպի կոշտ անցնող սցենարների։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը այն երկիրն է, որտեղ հոկտեմբերի 27-ը տեղի ունեցել։ Այդ իրականում այդ մի տարբերակը էլի այդ մի ռիսկ այսպես ասած կա, եւ այդ պատճառով օրինակ ինձ շատ չեք տեսնի քննադատելուց պետության ղեկավարների անվտանգության ապահովման մեխանիզմները, որոնք բավականին շատ են, լայն են եւ երբեմն ինձ բավական անհարմարություն են պատճառում, բայց օրինակ ինձ համարը երբեք չեք տեսնի այդ ծավալները քննադատելուց, որովհետեւ այո, մենք հոկտեմբերի 27 ենք տեսել եւ որովհետեւ այո, դա բնականաբար Ռուսաստանի հնարավոր գործիքակազմի մեջ մտնում, որտեղ Ռուսաստանը ուրիշ երկրներում վերջին տարիներին բռնվել է, որ տենց բաներ փորձել է անել։ Նականում Արևելյան Եվրոպայի, Բալկանների այդ կողմերը։ Բայց մեծ հաշվով ես բռնի գործողություններ շատ չեմ սպասում։ Ինչու՞։ Որովհետև բռնի գործողությունների ավանդույթ էս երկրում այդքան էլ չկա։ Փորձում են ջարդել այդ ավանդույթը։ Հայաստանում խաղաղ ցույցերի շատ լավ ավանդույթ կա։ Տասնամյակից ավել խաղաղ ցույցերի շատ լավ ավանդույթ կա։ Եվ այդ ավանդույթը իրոք շատ լավն է։ Գանձ ավանդույթը։ Լուրջ եմ ասում, եվրոպական շատ երկրներ կնախանձեին խաղաղ ցույցերին ավանդույթներին, որոնք որ կային Հայաստանում։ Բայց այդ ավանդույթները կոտրելու փորձեր են արվում։ Մենք հիշում ենք սրանից 2 տարի առաջ, եթե չեմ սխալվում, հա, հունիսներ 24 թվականի Բաղրամյան պողոտայի վրա ինչպես այսպես կոչված սրբազան շարժման որոշ ներկայացուցիչներ տենց հարձակվեցին ոստիկանական շարքերի վրա։ Մի բան, որ միջև այդ ընդունված չէր, ցուցարարները Հայաստան ոստիկանության շարքերի վրա չէին հարձակվում։ Մենք տեսանք հետո ռադիկալիզացիան, որը տեղի ունեցավ նույն սրբազան շարժման որոշ ներկայացուցիչների կողմից եւ խափանվեց ԱԱԾ-ի եւ մյուս իրավապահների կողմից։ Մենք տեսանք այդ Արբատի պատմությունը, հիմա ես չեմ բացառում, որ այդ խաղաղ, ասենց ասեմ, քաղաքականության մեջ ամեն ինչ խաղաղ անելու ավանդույթը ջարդելու ուղղությամբ գործողությունները կանխամտածված են եւ դրանց պետք չի նայել իզոլացված։ Այդ թվում ես այս կոնտեքստում չեմ բացառում ԱԱԾ-ի շենքի վրա այդ հրկիզման պատմությունը։ Չեմ բացառում, չեմ ուզում պնդեմ։ Չեմ բացառում, որ կապված է Ռուսաստանի հետ։ Չեմ բացառում, որ կապված է, ու հենց այդ նպատակով է կապված, որ խաղաղ
այդ ավանդույթները, որ մեր մոտ ցույցերը խաղաղ են, ընտրությունները խաղաղ են, ընտրություններից հետո վաղուց արդեն բախումներ չեն լինում, ցույցերից հետո բախումներ չեն լինում, նույնիսկ լինում են բախումներ, այդ բախումները այտենց դաժան բախումներ չեն համեմատած թե մեր հարևան երկրների հետ, թե եվրոպական երկրների հետ, հա, իրոք բավականին խաղաղ ավանդույթներ ունենք, ու այդ խաղաղ ավանդույթները ակնհայտորեն Ռուսաստանին ձեռ չեն տալիս, որտեղ այդ ավանդույթները խանգարում են ավելի բռնի գործողությունների դիմելուն։ Եվ այդ ավանդույթները ջարդելու մեջ Ռուսաստանը շատ շահագրգռված է։ Պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ հյուրընկալել էինք իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Հովհաննիսյանին։ Ես Սարգիս Հարությունյանն եմ, կհանդիպենք։